Երեքշաբթի Գարեգին երկրորդի կուսակրոնության հարցի քննարկումների եւ իր թլպատված չլինելն ապացուցելու խոստումների արանքում Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում տեղադրեց հոդված ՔՊԻ Civic.am կայքից։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, վեհափար Հայրապետի նկարների կոլաժով։ Հեղաշրջման պլան վերտառությամբ։ Բացառիկ ընդդիմության պլանը վերնագրով հրապարակման տակ 7 էջանոց մի թղթոն էր։ Civic-ի թղթակիցը պնդում է, թե ընդդիմության ներսում վստահելի աղբյուր ունի, որն էլ իրենց է տվել ընդդիմության հեղաշրջման պլանը։ Ինչ-որ մեկը իբրև նստել, ենթավերնագրերով եւ փուլերով նկարագրել է, ինչ պետք է անի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի ռեժիմը տապալելու համար։ Ձևակերպել է 8 փուլ Փաշինյանի գրչին արժանի վերնագրերով։ Գաղտնի ալիք, ներսից քայքայում, լուր ճնշում, տագնապի ազդանշան եւ այդպես մինչեւ որոշիչ փուլ, որն իբրև պետք է սկսվի սեպտեմբերի 20-ին եւ 21-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ըստ հրապարակված թղթի, իշխանափոխության կարգախոսն է հեռացիր, որ ապրենք։ Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու, իշխանությունը բռնազավթելու քրեաօլիգարխիա-կղերական խոշոր ու եղկելի պլանը։ Այսպես է քննչական կոմիտեի հայտարարությանը արձագանքել Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարանական ընդդիմությանը զվարճացրել է հրապարակված հեղաշրջման պլանը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի կարծիքով հեղափոխության պլան գծողը ու քաղաքապետարանի Խաչմերուկի նոր երթևեկության պլան գծողը նույն մարդն է։